Ներկայացնի ժողովրդի իրական կարծիքը եւ իրական կամքը։ Իսկ մենք հիմա զրուցելու ենք Արեգնազ Մանուկյանի հետ, հասկանալու թե վերջինս ինչ տրամադրվածություն ունի, հաշվի առնելով, որ Տիկին Մանուկյանի տունը վերջերս նաեւ խոզարկել են։ Տիկին Մանուկյան օրեր առաջ էր, որ ձեր տուն իրավապահ համակարգը ներխուժեց եւ խոզարկում էր, ինչ էր փնտրում արդյունքում եւ ինչքանով կապ ունի ընտրական այս գործընթացի հետ։ Եթե հումորով ասենք, ապա թերևս ատոմային ռումբ էին փնտրում, բայց չգտան։ Նախկինում էլ եմ ասել, որ իմ խմորեղենների բաղադրատոմսը գտան, մարտի 8-ի կապակցությամբ դստերս նվիրած բացիկները գտան, նաև կառավարությունը ինձ պատերազմի օրերին մի քանի անգամ դատի էր տվել ֆեյսբուքյան գրառումների համար, որովհետև ճշմարտությունն էի ներկայացրել եւ ասել էի, որ ընդամենը կորոնավիրուսի դեմ պայքարը տանուլ տված իշխանությունը չի կարող նաև հաղթել պատերազմում։ Այսպիսի գրառումների համար այդ պատերազմի թեժ օրերին ինձ հրավիրել էին մի քանի անգամ ոստիկանություն ու շատ զավեշտալի իրավիճակ էր, իրենք էլ չգիտեին, թե ինչ հոդվածով այդ քրեական գործը պետք է կառուցեն, բայց հրահանգը ստացել էին, զանգում էին այստեղ, զանգում էին այնտեղ, ասում էին, այս մարդուն բերել ենք, հիմա ինչ անենք, ժամերով նստած ենք, չգիտենք ինչ անենք, վերջը որոշեցին, որ ինչ-որ կառավարության հակասահմանադրական հոդվածի վրա պետք է, որոշման վրա պետք է հղում կատարեն ու դրանով արդեն այդ գործը կարեն, հետո արդեն պարզ դարձավ, որ հակասահմանադրական էր եւ կարճվեցին այդ բոլոր գործերը։ Այդ նյութերն են իրենք գտել, որևէ այլ բան բնականաբար չէին կարողանալու գտնել, առգրավել են հեռախոսս, այնտեղ մի քանի կապի միջոցներ նաեւ, որտեղ որևէ բովանդակային բան հնարավոր չի բնության մեջ նաեւ լինի, որ իրենք կարողանան հակաօրինական որևէ բան, այսպես ասեմ, գտնել։ Այս պահի դրությամբ իմ կարգավիճակում որևէ փոփոխություն չկա, որևէ զարգացում չկա, ինձ հետ քննիչներից որևէ մեկը չի կապվել, կրկին հրավեր չի եղել, բայց չենք կարող ասել, թե օրինակ այդ թիվ 1 անհավասարակշիռ անձնավորությունը, որ իրավապահներին ապօրինի հրահանգներ է իջեցնում, այսօր կամ վաղը կամ մյուս օրը ինչ հոգեվիճակով կարթնանա եւ հերթական ինչ ապօրինի հրահանգը կիջեցնի, գուցե նաեւ հրահանգի, որ կարգավիճակում փոփոխություն լինի եւ այս աբսուրդային քրեական գործը իրենք շարունակեն ել ավելի սպիտակ թելերով կարել, շուլալել, որովհետեւ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ այդ ահասարսուռ հոդվածով հարուցված այդ քրեական գործը, եթե մինչ այս փաստաբանները ասում էին, որ ընդհանրապես որևէ բովանդակություն չի պարունակում եւ առարկա գոյություն չունի, ուղղակի գաղտնիության գրիֆը իրենք գրել են, որպեսզի չկարողանան նյութերին ծանոթացնեն եւ հանրությանը ներկայացնեն, որ դա փուչ մտածածին սին շինծ ու գործ է։ Հիմա արդեն գործի նյութերին ավելի մանրամասն ծանոթ լինելով, կարող եմ ասել միայն ընդամենը, որ եղանակի տեսությունը իր մեջ ավելի շատ բովանդակություն է պարունակում, քան այդ քրեական գործը։ Այլ բան չեմ կարող ասել, որովհետև կաշկանդված եմ նախաքննության գաղտնիք չհրապարակելու ստորագրությամբ եւ այդ գաղտնիության գրիֆի հետևանքներով։ Այս բոլոր գործընթացը, որոնք դուք ներկայացրիք ընդդիմության մի շարք ներկայացուցիչների դեմ, ընտրական տրամաբանության մեջ, հետընտրական զարգացումների մեջ տեղավորվում են եւ ինչ նպատակ ունեն։ Ընդդիմադիրների նկատմամբ այս ապօրինի հետապնդումները մինչև ընտրությունները եւ մինչև նախընտրական փուլն էին արդեն սկսվել եւ Նիկոլ Փաշինյանի այս խմբակը ընտրակեղծիքները նախապատրաստում էր շատ ավելի վաղ, քան սկսվեց բուն ընտրական գործընթացը։ Մենք գիտենք, տեսել ենք կալանավորումներ եղան, ապօրինի հոդվածներ, հետապնդումներ, վախի մթնոլորտի սերմանում, բայց ամենազավեշտալին եւ ամենացցունը, որը իմ համար նաեւ լակմուսի թուղթ էր, որ իրենք պատրաստ են անցնել յուրաքանչյուր կարմիր գիծ, դա հենց ընտրություններից քվեարկությունից 2 շաբաթ առաջ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված այդ ահասարսուռ հոդվածով փուչ գործներ։ Դրանից հետո տեսանք արդեն բուն ընտրությունների օրը տեղի ունեցող այդ հետապնդումները։ Իդեպ ես մի բան էլ ձեզ ասեմ, ձեր եթերում առաջին անգամ եմ ասում, ճիշտն ասած, մինչ այս չեմ էլ ասել, չգիտեմ զուգադիպություն էր թե չէ, բայց ընտրությունների օրը շատ ավելի վաղ է ես տնից դուրս եկել, ես գիտեն կենթանասերները, որ ես ինքս եմ կենթանասեր եւ մեր շենքի բակում շունիկներ ունեմ, խնամում եմ
որոշել էի այդ օրը իմ շունիկներին որոշակի բժշկական միջամտություն կատարել, խնամել եւ այլն եւ 6:30 իջել էի ներքև։ 6:30 իջել էի ներքև, մի շատ տարօրինակ մեքենա, շատ տարօրինակ, այսպես ինձ նայելով, պտտվելով, մեր բակն էլ փակուղի է, այսպես ճանապարհ չկա, որ ուղակի մեքենաներ անցնեն, հատուկ պիտի գան մեր շենքի բակ։ Այդ մեքենան մտավ, սենց ինձ տեսավ, շատ զարմացած նայեց, թե ես ինչի եմ ես այս ժամին դրսում։ Ու այսպես հիասթափված տարօրինակ ինչ որ պահվածքով հեռացավ։ Այդ ժամանակ ես դրան ուշադրություն չդարձրեցի, որ որոշակի նշանակություն չտվեցի։ Հիմա արդեն այսպես հետահայացք նետելով ես ենթադրում եմ, որ իրենք պլանավորել էին, որպեսզի հենց ընտրությունների օրը վաղ առավոտյան գային եւ մեր տանը քննչական գործողություններ իրականացնեին, նաև խաթարելու համար բուն ընտրական գործընթացը, շեղելու մարդկանց ուշադրությունը, էլի վախի մթնոլորտ սերմանելու, որովհետև այլ ընդդիմադիրների գրասենյակներ եւ տներ այդ օրը առավոտյան ժամը 5-ին, 6:30 եւ մնացած բոլոր այդ ամբողջ քվեարկության օրը հետապնդումներ իրականացրել են։ Հետևաբար կարծում եմ, որ այդպես էր պլանավորած, որովհետև դատարանի որոշումն էր շատ ավելի վաղ տրված մեր տանը խուզարկություն իրականացնելու, բայց իրենք մի քանի օր անց էին եկել շատ տարօրինակ ձևով։ Իսկ ինչ ակնկալիք ունեք այս գործընթացից, որը մեկնարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ոչ միայն նիստերի դահլիճում, այլ նաև Բաքում։ Ակնկալիքը օրինականությանը հետևելն է։ Իհարկե կարող է միամտություն թվալ Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակցից եւ Վան Գոգի նոր ձիրքեր ունեցող այդ անձնավորությունից որևէ օրինականություն ակնկալելը, բայց ես կարծում եմ, որ դա նաեւ կախված է մեր ժողովրդի ճնշումից ու շատ ուրախ եմ, որ ահա այսօր այստեղ շատ ավելի բազմամարդ է, քան մի քանի օր առաջ էր։ Եթե հիշում եք, ես մի քանի օր առաջ կոչ արեցի, ասացի, որ եկել է ընդդիմության միասնական գործելու ժամանակը, կոչ արեցի, որ ընդդիմադիր հիմնական ակտորները եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները գան միանան մեր պայքարին։ Ուրախ եմ, որ այդ միասնականության գաղափարը արդեն արձագանք է գտել հիմնական ուժերի մոտ ու այստեղ մենք շատ բազմամարդ ենք։ Իսկ եթե ճնշումը մեծ լինի, անգամ Վագն Հովակիմյանի կողմից հնարավոր է, որ հետքայլ լինի, իհարկե Նիկոլ Փաշինյանի հրանգով, Վագն Հովակիմյանը այդքան ռիսկ չի ունենա ինքնուրույն որևէ քայլ անելու։ Ես ակնկալում եմ, որ մեր հայրենիքի գողերը չեն դառնա նաև ձայնագողեր, որովհետև երկիրը գողացածը կարող է նաև ընտրողի ձայնն էլ գողանալ։ Այ մենք այսօր եկել ենք, որպեսզի տեր կանգնենք մեր ընտրողների քվեին, տեր կանգնենք հայրենիք ունենալու մեր իրավունքին եւ թույլ չտանք, որպեսզի հերթական անգամ շատ բռի կերպով եւ հակաօրինական ամենավերջին միջոցներով իրենք պարզապես կարողանան ընտրությունները կեղծեն։ Նիկոլ Փաշինյանը ասում էր, ես իմ երկու ձեռքերը կկեղծեմ, բայց ընտրակեղծիք չեմ կկտրեմ, բայց ընտրակեղծիք չեմ իրականացնի, որևէ քվեի չեմ կպնի։ Այդ մի հարցում էլ խաբեց, որովհետև արդեն քանի օր է անցել է, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը կտրված չեն։ Ես իհարկե չեմ ուզում, որ ինքը իր ձեռքերը կտրի, բռնության կոչ չեմ անում։ Պարզապես հերթական անգամ փաստում ենք, որ այդ մարդը ստախոս է։ Սուտ էր խոսում նաև, որ եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չունենան, ապա սեպտեմբերին պատերազմ է սկսվելու։ Հիմա հասկանում եք, դա այդ մարդը վախի վաճառական է։ Ինքը աշխատում է մարդկանց հուզմունքների, էմոցիաների վրա, աղի արտասուք է քամում, իրենց վախերն է ուզում օգտագործել եւ ինչ որ առումով նաև կարողացել է օգտագործել, որպեսզի հերթական անգամ վերարտադրվի եւ հերթական անգամ մեր հայրենիքի հիմքերը սասանող քայլեր իրականացնի։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Մայր Հայաստան խմբակցության անդամ Արեգ